La Renko, andando all'estero, specialmente venendo anche in Armenia e a Yerevan, Ռենկոն իր հետ բերում է եվրոպական, իտալական ինժեներիա, կիրառելով այդ ճարտարագիտությունը այն միջավայրում, որտեղ աշխատում է։ E utilizza questa tecnologia a Երևանում օգտագործել ենք տեղի աշխատուժի 90%, իսկ 10%-ը կազմում են բարձր տեխնոլոգիաները եւ ինժեներները, ովքեր ներմուծում են այդ նոր տեխնոլոգիան։ L'alta tecnologia sono gli ingegneri che inseriscono queste nuove tecnologie. Ահա այստեղ կարող եք տեսնել հարթեցուցիչի կիրառումը, որը թույլ է տալիս վերացնել բետոնի թերությունները եւ ստանալ լիակատար հարթմակերես, որը պատրաստվում է գորգածածկ եւ լինոլեումի հատակ փռելուց առաջ։ Սա, ինչպես իտալացիներն են անվանում, Երևան Պլազայի շենքն է։ Շինարարական աշխատանքների պատվիրատուն ռուսական հիմնարար հետազոտությունների կենտրոնն է։ 8 հարկանի մոնոլիթ շենք է, խիստ սեյսմակայուն, երեսպատված է անիից բերված տուֆով։ Ապակեպատ ատրիումը ժամանակակից ոճ է ապահովում։ Մուտքի պտտվող դռները ներկրված են Իտալիայից, ու ոչ միայն դռները։ Հիմնարար հետազոտությունների կենտրոնի ներքին հարդարման աշխատանքներ իրականացնելիս շատ նյութեր ներկրվել են Իտալիայից։ Օրինակի համար կարելի է նշել մուտքի դռները, որոնք ունեն բարձր որակ եւ համապատասխանում են եվրոպական ստանդարտներին, ինչպես նաեւ մուտքի երկու պտտվող դռները, որը նույնպես համապատասխանում է ժամանակակից ստանդարտներին։ Այստեղ կարելի է նշել նաեւ Էկոֆոն ֆիրմայի կախովի առաստաղները, որոնք նույնպես ներկրվել են Իտալիայից եւ ունեն շատ բարձր որակ եւ ջերմակայուն եւ ջրադիմացկուն։ Աշխատանքային նյութերի որակը ուղիղ համեմատական է աշխատանքային պայմանների որակին։ Այստեղ աշխատում են ժամը 8-ից մինչև 19։ Աշխատանքները պաշտոնապես ավարտվում են երեկոյան 5-ին, բայց եթե արտաժամյա են աշխատում, ստանում են 25% հավելավճար յուրաքանչյուր ժամի դիմաց։ 2 ժամը 1, այսպես ասած, կոֆե թայմ է սահմանված, փոքրիկ ընդմիջում 15 րոպե։ Ռենկոն ապահովում է աշխատակիցների բժշկական սպասարկումը, նաև վճարում է ըստ անաշխատունակության տեղեկանքի։ Այս կանոնակարգը գործում է ամեն տեղ, որտեղ Ռենկոն ներկա է։ La Renko di base Աշխարհի մասշտաբով Ռենկոյի ինժեներների 80%-ը աշխատում են բոլոր բնակավարներում։ Լինի դա գազի, յուղի եւ շինարարության ասպարեզներում։ Եվ այս ինժեներներն են, որոնք այդ նոր տեխնոլոգիաները զարգացնում են արտասահմանում։ Բացի բազմազգ պատվիրատուներից, Ռենկոյի պատվիրատուներն են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են British Gas-ը, Italtel-ը, Siemens-ը, Shell-ը, համաշխարհային եւ եվրոպական բանկերը, Citibank-ը, Texaco-ն։ Երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը հասավ Հայաստան, Երևանում համարյա ամբողջ շինարարությունը կանգ առավ։ Ռենկոն շարունակում էր աշխատել։ Ավելին, կառուցում է հրապարակ, այն էլ մեծ, իտալերեն Piazza Grande։ Բազմաֆունկցիոնալ մի համալիր գրասենյակներով, բազմազան ծառայություններով ու բնակարաններով։ Իդեպ կառույցը հանձնվելու է լրիվ պատրաստի շահագործման համար, ընդհուպ մինչև ներքին հարդարման մանրամասները, միայն իտալական կամ եվրոպական արտադրության։ Ու կապ չունի, թե քանի բնակարան է վաճառվել նախքան հանձնումը։ Սա այն դեպքում, երբ Հայաստանում ընդունված է կառուցել միայն այնքան հարկ, ինչքան վաճառվել է, ու սպասել մյուս գնորդներին։ Ռենկոյի մոտեցումը եվրոպական շինարարական անխախտ կանոնակարգին միայն երևացող մասն է։ Կառույցը հաստատուն արժեք է ձեռք բերում նաև այլ գործոնների շնորհիվ, որն անձեն աչքով չի երևում, անկախ որևէ ճգնաժամից ու արժեզրկումից։ Սա Piazza Grande-ի ներքնահարկն է, երևացող հաստատուն հիմքը, որի վրա հենվում է հսկա շենքը։ Այստեղ լինելու է երկհարկ ավտոկայանատեղի։ Բացի ընդհուպ մինչև այստեղ հասնող վերելակներից կան նաև քողարկված հորեր օդափոխության հաղորդակցությունների համար։
Ամեն ինչ կանխամտածված է, հետո արտաքին անճոռնի հավելումներից խուսափելու համար։ Կանխամտածված է նաև ձայնա եւ ջերմամեկուսացման հանգամանքները։ Արտաքին պատերը օրինակ մի քանի շերտից են։ Մեջտեղում իհարկե երկաթբետոնյա կմախքն է։ Երկու կողմերից մինչև երեսպատման սալիկը եւ գաջը ամրացվում է ստիրոդուր, ամուր պենոպլաստ ջերմամեկուսացման համար։ Մոտավորապես նույն մոտեցումն է նաև ներսի միջնորդների պարագայում, ոչ միայն Պիացցա Գրանդեում։ Հատակը նույնպես բազմաշերտ է։ Ամրաններով բետոնյա հիմնակմախքի վրա կա հատուկ ծածկույթ։ Հենց սա է պաշտպանում աղմուկի թափանցումից։ Հետո գալիս է, այսպես ասած, թեթև բետոնյա շերտը։ Թեթև է պենոպլաստե խառնուրդի շնորհիվ։ Թեթևությունը կարևոր պահ է։ Այդ շերտի մեջ են տեղադրվում կոմունալ բոլոր խողովակները։ Նման լուծումը ապահովում է դրանց դիմացկունությունը նվազագույն ճնշման շնորհիվ։ Չնայած նման մանրակրկիտ մոտեցումներին, շենքը կատարյալ է դառնում աչքի առաջ։ Ավարտվելու է մինչև տարեվերջ։ Բայց սրանով Ռենկոն չի սահմանափակվում։ Վերածնունդը ենթադրում է նաև աճ ու զարգացում։ Առջևում նոր մարզական կենտրոնի և օպերայի հրապարակի ավտոկայանատեղիի կառուցումն է։ Սրանք հանրային նշանակություն ունեն, գործի մյուս կողմում պետությունն է։ È stato un processo molto lungo di negoziazione, in quanto Այս ամենը բանակցային երկարատև գործընթաց է եղել, քանի որ չկար կոնկրետ կանոնակարգ, որը կկարողանար կազմակերպել նման ներդրումը։ Հանրային և մասնավոր շահերը միավորելով կարողացանք գործը գլուխ բերել։ Գործընթացը տևեց մոտ 7-ից 8 ամիս։ Ներկայումս օպերայի ավտոկայանատեղիի շինարարությունը բավական առաջ է ընթացել։ Այս կայանատեղիով պետական մարմինները փորձ են անում լուծել մեծ մայրաքաղաքներին հատուկ հիմնախնդիրներից մեկը՝ երթևեկության և մեքենաները կայանելու վայրի հետ կապված խնդիրը։ Դրա համար անհրաժեշտ էր նախ տեղափոխել հին հրապարակի ստորգետնյա ամբողջ տարածքով անցնող խողովակների ու մալուխների թնջուկը։ Շատ մոռացված գծեր կային։ Դրանք չհայտնաբերեցինք հին գծագրերում։ Ստիպված փորելով ենք գտել, թե որը որ ուղղությամբ է գնում։ Հանել տեղափոխել ենք և դասավորել շրջանաձև։ Բավական բարդ գործ էր նաև արձանների բարձրավոլտ մալուխի տեղափոխումը։ Այս մասում ջրի, կոյուղու և ջրահեռացման խողովակաշարն է, 3 հորատանցքերը։ Այստեղ տարածք են մտնում 6000 վոլտ հոսանք միջանցող 2 զուգահեռ մալուխ։ Դրանք անցնում էին ուղիղ տարածքի մեջտեղով։ Տեղափոխել էր պետք նախ ապահովության, նաև որպեսզի չխոչընդոտի մեր աշխատանքներին։ Անցկացրել ենք տարածքի եզրով։ Կայանատեղի նախագծումը Ռենկոյի լավագույն լուծումներից մեկն է համարվում, որպես նորագույն պահանջները հին տարածքներում տեղադրելու դասական օրինակ։ Սա վերջնական տեսքն է։ Այստեղ երևում են միայն աստիճանները։ Սրանց հարևանությամբ վերելակներն են։ Այս երկու քառակուսիները արձաններն են։ Երկու կողմերում փոքրիկ ծառուղիներ են լինելու, թունելի վերևի մասում։ Շրջանի երկայնքով ձգված գծերը հորատանցքեր են, որտեղից դուրս են գալու մեքենաների արտազատած ու կուտակված գազերը։ Բարդ ու ծանր աշխատանք է սպասվում,
բայց Ռենկոյում համոզված են, որ կավարտեն ընդամենը 1 տարվա ընթացքում։ Իսկ այնուհետև կսկսվի Երևանից դուրս գտնվող մարզական կառույցի հեծանվահրապարակի կառուցումը, որտեղ ներգրավված կլինեն հմուտ եւ փորձառու մասնագետներ։ Un esempio importante che fa capire come è possibile sviluppare. Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր նպաստել Երևանի նման բարդ պահանջներ ունեցող քաղաքի զարգացմանը, պահպանելով ներդրում կատարող ընկերության մասնավոր շահերը եւ իրականացնելով հանրային ծառայություններ։ Delle caratteristiche di servizio pubblico. La crisi comporta delle ripercussioni. Noi come scelta abbiamo selezionato i paesi. Ճգնաժամը ստիպել է մեզ որոշ ճշգրտումներ մտցնել մեր մարտավարության մեջ։ Սրա հետևանքով մեր առաջ ծառացավ ներդրում կատարելու երկրների ցանկը սեղմելու խնդիրը, ինչի հետևանքով այժմ ներդրում են կատարում միայն 2 երկրներում։ Դրանք են Իտալիան եւ Հայաստանը։ Այսինքն ճգնաժամը մեզ չի կանգնեցրել կամ պարապուրտի մատնել, բայց ստիպել է կատարել կշռադատված ընտրություն։ Պատճառը, որով մեր ընտրությունը Իտալիայից բացի կանգնեց Հայաստանի վրա, պայմանավորված է հիմնականում նշանակալիորեն մարդկային գործոնով։ Այն մարդկանց, որ աշխատել եւ աշխատում են մեզ հետ, եւ որոնք կոչտված են բարձր մարդկային եւ պրոֆեսիոնալ հատկանիշներով։